Չնայած Գյումրիում շրջանառվող այն խոսույթներին, որ հերթական նիստի տապալումից հետո ավականու արտահերթ նիստը եւս չի կայանա, այնուամենայնիվ ապահովվեց 18 անդամի մասնակցություն ու քվորում եղավ։ Նշենք նաեւ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն արտահերթ նիստին ամբողջ կազմով ներկա չէր։ Գյումրու ավականին արտահերթ նիստում նախ հաստատեց համայնքի ավականու գործունեության նոր կանոնակարգը։ Փոփոխությունների նախագիծը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Կարեն Մալխասյանը, նշելով, որ նոր կարգավորումներով նիստերի աշխատանքը կդառնա ավելի կազմակերպված։ Ավականունից չի եղել, որ օրակարգից դուրս հարցեր հնչեցված չլինի։ Հիմա այս ամեն ինչը փորձել ենք ավելի կանոնակարգված ներկայացնել, եթե օրակարգից դուրս ավականու անդամները հարցեր կունենան, այդ մասին ավականին որոշում կկայացնի, արձանագրային որոշում, որի համար ավականու նիստի ավարտին կտրամադրվի 30 րոպե լրացուցիչ ժամանակ։ Օրակարգում ընդգրկված էին նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցություն եւ դրամաշնորհներ տրամադրելու հարցերը։ Ավականին հավանություն տվեց նաև սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական երեխաների համար դպրոցական անհրաժեշտ կրինական պարագաների ձեռքբերման ծրագրին։ Նիստում անդրադարձ կատարվեց նաև ճանապարհաշինական խոշոր սուբվենցիոն ծրագրերին։ Նախագծի համաձայն նախատեսվում է հիմնանորոգել 48 փողոց շուրջ 23 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 8 միլիարդ դրամ, որից համայնքի մասնակցությունը կկազմի 4 միլիարդ 800 միլիոն դրամ կամ 60%-ը։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին, իսկ իրականացման ժամկետը 365 օր։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ 2026 թվականին այս տարի սուբվենցիոն ծրագրերով, տարբեր ծրագրերով հենց այս տարի պետք է նորոգվեն 46 երկրորդ տարին կամ առաջնային ճանապարհներ 46 շուրջ 15 կամ 16 կիլոմետր։ Քննարկման ընթացքում ավականու անդամները բարձրաձայնեցին նաև արդեն ընթացող ճանապարհաշինական աշխատանքի ձգձգումների եւ դրանց պատճառով առաջացած երթևեկության խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող կամուրջի շինաշխատանքների դանդաղեցման ընթացքին։ Բավականին դանդաղ են, շատ վատ են աշխատում, անգամ զվարճալի տեսանյութեր են արդեն հրապարակում համացանցում եւ արտարացի է։ Մեր համակարգացիների հիմնական ասելիքը նրանում է, որ երբ ասում ես 2 կամ 3 հոգի մարդ է առավելագույնը ու բոլորս YouTube-ից օգտվում ենք, եթե YouTube-ը 2 արագություն ունի, որ 2 արագությունով անում, իրանք -2 արագությամբ են մի քարը վերցնում, մյուսի վրա դնում, էլի։ Երևի 2 թե 3 օր է, որ եղանալի այս վիճակում է։ Դուք էլ տեսնում եք հեղեղներ ու հեղեղներից հետո այդտեղ ջրային կուտակումներ։ Բետոնյա պետք է ծածկ անեինք այդտեղ։ Դրա համար է սպասում ենք, որ ամբողջը չորանար։ Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ, որ եթե Ավետիս Առաքելյանը տեղափոխվի ազգային ժողով, ապա ավականու 4 խմբակցությունները մտադիր են համայնքապետի առաջին տեղակալի եւ համապատասխանաբար համայնքապետի պարտականությունները կատարողի պաշտոնում առաջադրել մեր քաղաքադաշինքի անդամ Լիզա Գասպարյանի տեխնացությունը։ Սակայն Առաքելյանը հայտարարեց, որ նման քննարկումներ իր տեղեկությամբ չեն եղել, սպասում են, թե ինչպիսի դատավճիռ կլինի Վարդան Ղուկասյանի պարագայում։ Սպասում ենք, տեսնենք Ինչին եք սպասում։ Ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիռ կայանա եւ պարոն Ղուկասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Հիշեցնենք, որ արտահերթ նիստին հերթական անգամ չէր մասնակցում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Նախկինում խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց գնահատմամբ Գյումրին կառավարող 4 քաղաքական ուժերը չեն արտարացրել ստանձնած պատասխանատվությունը եւ պետք է հեռանան իշխանությունից։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։